Բոլորին բարի օր։ Ես չգիտեմ ինչ ֆորմատով քո հետ խոսամ։ Զավենովնա։ Բայց մարդ այդ աստիճանի կլիմաքսից քայքայված չի կարա լինի։ Վազգենի ախպեր, Վազգեն Սպարապետի ախպեր Արամ քո հետ եմ։ Գիտես, հիմա հիմնավոր եմ։ Facebook-ում միտեղ կարդացի, երբ որ դու ասել ես Factor TV-ն էր տպել, որ ռուսական ագենտները դրանք միակ ցիտում են։ Այն կապող օղակն է, որը կապում է Հայաստանին Ռուսաստանի հետ։ Ես չգիտեմ, արժի քեզ քֆուր անել թե չէ, բայց կփորձեմ առանց քֆուր։ Ուրեմն լսի, այ էշի մեջտեղի ոտ, որտեղ որ նայում եմ քո խոսացածին ու նայում եմ քո նման դեբիլի արտահայտություններին, դու էշի մեջտեղի ոտ ես, 5-րդ ոտը։ Հայաստանը կարա ունենա ռսա մեծ քաղաքական գործիչներ, կարա ունենա Ամերիկա մեծ, Եվրոպա մեծ, հա։ Հայի համար գերակա խնդիրը, որ Հայաստանի ղեկավարը լինի հայամետ։ Կամ, եթե դու ասում ես վերջի օղակն է, որ մեզ կապում է Ռուսաստանի հետ։ Խոսքի օրինակ, հա, հայաստանյան ներկա իշխանությունները, իբր թե հակառուս են խաղում։ Բայց գիտակից մարդիկ շատ լավ հասկանում են, չէ, որ առանց ցարի դաբրոյի Նիկոլը մի ժամ չի մնա այդ աթոռին, ձեռ կտան հետևին, ու ձեր նման պոռնոզավրները չեն խոսա այդքան, բայց եթե մի պահ պատկերացնենք, որ ֆանտազիայի ժանրից, հա, հայաստանյան իշխանությունները փորձում են կտրվել Ռուսաստանի ազդեցության գոտուց, ոնց որ ասում ես դու, ոնց որ ասում է քո շոֆերը, Լորիսը, այն որ գնաց է ախրանիկ էր աշխատում 10 եպիսկոպոսների համար, պարապա մնացել, մարդը մնացել, էջմիածնում են, որ թափռախումբը գնում է երկինք, պտտվում էիք, չէ, լավ ալինելու, էջմիածին ասեց իդի նախսույցից, Վազգենի քուր և Հարութին Մկրչյան, Լորիս, ձեզ քվե չտվեց, ատենց որոշեց վաղարշապատի բնակչությունը, բայց դուք ձեզ հույս էիք տալի, որ այն անալիզի բաժակով կոֆեն ձեռներդ, որ 50+1 ձայն պետք է հավաքեիք, բայց մարդիկ հասկացան, որ դուք մենակ պիզդի տակ եղիք, էլի դա, տուֆտեք պարադի, չեմ ուզում խորանամ, էդի անցած թեմա է, խոսքի օրինակ հայաստանյան իշխանությունները, ել եմ ասեմ, ֆանտազիայի ժանրից, ուզում են կտրվել Ռուսաստանից, բայց ձեր նման պոռնոզավրները ֆրանսիական բառը, չգիտես ինչի մոռանում են, որ Ռուսաստանում ապրում է Հայաստանից շատ հայ, ինչքան Հայաստանում է հայ ապրում, Հայաստանի քաղաքացիություն ստացած հնդիկներին, արաբներին էլ հետը հաշված, հասստե, որ պիցա են ծրեմ, հետո քվյարկում են Նիկոլի օգտին, Ռուսաստանում ապրում է 3 միլիոնից ավել հայ, այդ որ ասում ես դա վերջի օղակն է, որ պիտի Հայաստանը կտրենք Ռուսաստանից, դու ուզում ես ասես, դու ենքան կաս, քո քաշով մեկ, այ Ղզողլան, էշի մեջտեղի ոտ, չափերդ հանգարց եթե անցար, քո ֆեյքերի պուակի հետ, հաջորդ եթերես 35+-ով հանվեմ լարում եմ հետևից հետ, ոչ մի ֆակտոր հաշվի չեմ առնում, ուզում եք ասեք դուք ենքան կաք, որ կարաք որոշեք 3 միլիոն հայերի ճակատագիր Ռուսաստանում էր, որոնք Ռուսաստանում են ապրում, հա, դուք ուզում եք ասեք, դուք Ռուսաստանում ապրող հայերին կարաք կտրեք իրենց հայրենիքից, հա, այ պուպուլիկի դանգրատ, դու կոնկրետ ինչ ունես արած Հայաստանի համար, Արամ Զավենովնա, ինչ ունես արած, բացի նրանից, որ ծնվել ես որպես Վազգենի ախպեր, ինչ ես արել, հե, ինչ ես արել, կասես մի հատ, այն որ ախպերդ քեզ տպել է, որ դու չես ուզեցել նալոգ մուծես բանակի վերազինման համար, էդ էլ գիտենք, այն որ Վազգենը մերկու անգամ չրփել է քեզ,
ասել է Արամ խելոք մնա, մի քիչ տղամարդելի, ղզիկ մի էլի, շատ շուտ, էդ էլ գիտենք, բայց չենք ասում, յանի չենք ասում, էլի ասենք պրծանք։ Դու ինչ ունես արած Հայաստանի համար, հե? Այ պորնոզավր, ասես միակ կապող օղակը մենք փորձելու ենք կտրել հայաստանյան իշխանությունները, դո դնեմ համ քո վզին, համ հայաստանյան իշխանությունների, կամ որ դուք այդքան հոգևոր արժեքների պահպանման ջատագով եք։ Հարց, ձեր Թալինի քաղաքապետը ընչեր գնացել թռե կապիկի պես եկեղեցու այդ պարիսպների վրա, հա? Թալինում իմ մտածել եք ապրում են Սասունից եկած ժողովուրդ, հա? Նամուսով, պատվով։ Այդ Սասունից եկած ժողովուրդը, Թալինի ժողովուրդը, մի հատ չեն ասամ, այ ոչխար։ Խես հել է թռե եկեղեցու պարիսպների վրա։ Գնա Սոչի, գնա անդեր кто хочет фотографироваться с обезьянкой։ Այդպես բաներով զբաղվի։ Քո մի հատ պարան հակուսենք ու վզին, դա օղակ։ Նկարվի մարդկանց հետ, որպես կոպիկ, Նիկոլի կոպիկ։ Կամ որ ասում եք, Եզրասրբազանը ռասի ագենտ է, ձեր հրապարակած թուղթը, ձեր դուրն եկավ, հա? Ով է տեսե 80-ական կամ բեսի որ թվականներին ռուսական KGB-ն թուղթ հրապարակել հայերեն լեզվով։ Էդի մենակ ձեր կալիբրի ոչխարն է տես թղթերի հավատում։ Ոնց հալը ռուսական անվտանգության աշխատակիցները փաստաթուղթը հայերեն էին գրել, որ ԽՍՀՄ-ի ժամանակ բոլոր փաստաթղթերը ռուսերեն լեզվով էր գրված, բոլոր, անխտիր։ Հայդի դուք հրապարակել եք ձեզ հավատացող, խոտ ծամող և բե ասող բիոմասայի համար։ Հավատում են, չէ մարդիկ, հավատում են։ Առանց վերլուծելու ոնց կարա սովետի վախտով թուղթ հրապարակվի հայերեն լեզվով։ Կամ օտարերկրյա ագենտը, ոնց որ դուք անվանում եք Եզրասրբազանին, կարա 80-ից ավել եկեղեցի վերանորոգի, սարքի Ռուսաստանի Դաշնությունում, հայկական եկեղեցիներ, հա? Ընդհակառակ ագենտը պիտի ամեն ինչ անի, որ մեր դավանաբանությունը, մեր կրոնը ոչ թե վերել կապրի, այլ անկում, որտեղ ցանկացած ազգի ու ժողովրդի հոգին դա իր կրոնն է, իր դավանաբանությունն է։ Ինչ անում քո քաղաքական ղեկավարը Վազգենի աղբեր Արամ Զավենովն է։ Հա? Ասում եք եզրասա ագենտ է Նիկոլո Սուրբա, ճանապարհներից հանել խաչքարերը, խի։ Հայրենասիրական երգեր չի կարելի, խի չի կարելի, ով է որոշում Գելոքավանցի գիժը, հա? Թե դու, այ ղզիկ։ Ղզիկ չէ, ղզողլան, դու ղզիկ էլ չես, ղզիկներ կարելի է կյանքում հանդիպել, որոնք քեզնից շատ նամուս ու թասիբ ունեն, դու ղզողլան ես, են որ ով գորռա էշ, դու գորռում ես ես էլ վրիվ էշ, աղբորդ շվակի տակ, մտել ես քաղաքական դաշտ, կայացել ես իբր թե, այսօր փորձում ես ինչ-որ ցույց տաս, որ смотрите, я тоже осетрина, Հայաստանը պիտի կտրվի Ռուսաստանից, որ մեկը Հայաստանի քաղաքական դաշտում կփորձի խաղալ են 3 միլիոն հայերի ճակատագրի հետ, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, այդ 3 միլիոնից մեկն էլ ես եմ, մենակ ես իմ տեղն եմ խոսում, ես հանվելու եմ լարեմ այդ պետական իշխանավորի հետևից, լավ չեմ վազան, չնայած խափի, դպրոցում առաջի տեղն է մեր դասանը, բայց որ բռնել եմ, չէ, գերմանական պորնո ինդուստրիային Երանի կտակ, խասկցանք իրար, Արամ Զավենովնա, դե գնամ այդ կոֆեի բաժակ վեկալ, ջենջազավր, մեջ են թափանցիկ բաժակներից, մեջ են մի քիչ ռաստվարի մի կոֆելից, լորիսին վեկալ, հա, ու գնա կամ ինչ-որ մի, չգիտեմ, Երևանում, մեջմիազնում ու են բոցաշունչ ելույթները շարունակի, եղբորս արածը պահել էր պետք, երբ ընտրություն էի կեղծը, առանց հասկանալու, որ միգուցե Հայաստանի ապագայի համար Վազգենն էլ ընտրություն կեղծել, որ քո այսօրվա քաղաքական ղեկավարի նման խլինքազավարները չկործանեն ոչ Արցախը, ոչ Հայաստանը։ Նա խոսա, հոգևոր արժեքներից ես խոսա։ Ինչ արե Նիկոլոտ մեր հոգևոր արժեքները, որ վերել կապրեն, ինչ արեք, ասես մի հա։
օրինակներ բերեք։ Այ անբարոյականի թելով տրուսիկներ։ Թելով։ Այդ չեք դուք։ Պրոստը այնքան շատ եք, բայց նույն դեմքերով եք, էլի։ Մեկ դու, մեկ չգիտեմ, այն Թալինի քաղաքապետը, մեկ են դեմից գրիժա ունեցող դպիրը Նակոլկով, մեկ ջենջոտ գնելը, մեկ Մանվել Սարգսյանով երթում էր ուտում, որ ինքը չի մտնում քաղաքականության մեջ, բայց սադրիչ գործողությունների էր գնում Էջմիածնի հրապարակում։ Ուն դե ոչ մեկ չասեց, այդ իջևանցի ճղված ռեզին։ Հələ մի հատ իշի ալտենամ էր, էդ ում ես գորմ կդիչ հեռացի, այ բոզիլակոտ։ Որն էդ խիա վարվան որ։ Հե? Ձեր Նիկոլ Փաշինյանի դրամաբանությամբ 10 եպիսկոպոսները եթե պահանջել են վեհապարի հրաժարականը, վեհապարը պիտի թողեր է թար։ Անչի 10 եպիսկոպոսները էդի 7-ից 8%-ն են այն բարձրաստիճան հոգևորականների, որոնք կան մեր հայ առաքելական եկեղեցում։ Չէ՞։ 7-ից 8%-ը, եթե հաշվի առնենք, որ իրավունք ունի պահանջելու եւ իրաց պահանջը պիտի կատարվի, նույն դրամաբանությամբ Հայաստանի ժողովրդի 60%-ը Նիկոլին ասում է սիկտիր էլի։ Ինչ ես այդտեղ։ Փաշինյան Նիկոլ։ Հա? Ինչ ես գնում։ Քաղաքական ղեկավար ես, չէ՞։ Դուխով ժողովուրդ ջան, գոռում էր հոգեկան հիվանդի պես։ Գնա։ Անցկացնեմ մի հատ ես իմ YouTube-յան ալիքով սոց հարցում։ Թող ժողովուրդը գրի դեմա Նիկոլ Փաշինյանին, թե կողմա, խոսք եմ տալի, ով ինչ գրի մնամա YouTube-ի մեջ, ոչ մի բան սենց մատով չեմ կպնելու, մարդիկ կլնեն կողմ են, մարդիկ կլնեն դեմ են, հարցում անցկացնեմ YouTube-ում, որ ասենք 2-3 միլիոնից ավել պրասմոտոր կա արդեն, հա, 20,000 պատպիսչիկով, իբր թե 20,000, իրականությունը, որ բերեմ ճպստեմ Facebook, ասեմ նայ, հարցման արդյունքները, որ հարցվածների 75-80%-ն ասում է Նիկոլ դու բոզի տղա ես, պետք է հեռանաս։ Կետ հաս Նիկոլ Փաշինյան։ Բա ոնց է լավ 10 հատ խլինքազավր։ Գցել ես հետևիցդ, ասում ես վեհապարը պետք է հեռանա։ Դες փաստաթուղթ եմ հրապարակում հայերեն լեզվով, ԽՍՀՄ-ի վախտվա, որ վեհապարի աղբերը ագենտ է։ Քեզից լավ ագենտ։ Պապը տեղել է նեմեսների շպիոն, Արաբաթը թուրքական օմեգա։ Ձեզնից լավ ագենտ գոյություն ունի։ Թե որ թուրքական ագենտ եք, էդի թավուրը չի, հաշիվ չի։ Այ հոգեկան հիվանդ։ Էլ եմ ասում, կպաշտպանեք էս ուժին, այն ուժին, իմ հեչ վեճը չի, բայց որևէ մեկը փորձեց խաղալ Ռուսաստանում ապրող հայերի ճակատագրի հետ ու փորձեց Ռուսաստանում ապրող հայերին կտրել ձայնի իրավունքից կամ այն ամենից, որը այն ամենից ինչ կապ ունի Մայր Հայաստանի հետ, այդ վաղ պետք է պատրաստվենք, որ ես հանվելու եմ լարեմ ձեր հետևից։ Ով ուզում եք եղեք, եղեք Վազգենի աղբեր, ուզում եք դոկտոր պրոֆեսոր, ուզում եք ելեք Հայկ Մանասյան, ով ուզում եք ելեք, ուզում եք ելեք առավել եւս Նիկոլ Փաշինյան։ Մեկը կպավ Ռուսաստանի հայերին աբաբշատ անելով բոլորին մեկ տողի տակ, սերները փոխելու եմ անվճար on-line տիրույթում։ Հասկացա։ Դե խոսալուց առաջ մտածեք։ Այ անբարոյականի տրուսիկի թելիկներ։ Երևի ես կան։